Բարի աշտանային առավոտ, իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօր հոկտեմբերի 28-ն է, օրը երեքշաբթի, ժամը 10-ն է և դա նշանակում է, որ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Եվ ինչպես յուրաքանչյուր աշխատանքային օր և ինչպես յուրաքանչյուր աշխատանքային շաբաթ, մենք սկսում ենք օրը ձեզ հետ և մաղթում ենք, որ օրվա մեկնարկը կլինի դրական և շարունակվի ամբողջ օրվա ընթացքում։ 1886 թվականի այսօրը Նյու Յորքում տեղի ունեցավ Ազատության արձանի պաշտոնական բացումը։ Ազատության արձանի հեղինակն է Ֆրեդերի Օգյուստ Բարտոլիդին։ Արձանը ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհուն Լիբերտասին։ Կնոջ աջ ձեռքում բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը 1776 թվականի հուլիսի 4-ը։ Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը։ Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը։ 7 շողերը խորհրդանշում են 7 ծովերն ու 7 մայրցամաքները ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության։ Արձանի պողպատե կարասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստության երեսպատման պղնձե թիթեղների ընդհանուր քաշը 31 տոննա է։ Նյու Յորքի ծովածոցի համայնապատկերն է այն ցուցադրում և պատվանդանում գտնվում է նաև արձանի պատմության ցուցահանդես թանգարանը։ Իսկ ընդհանուր արձանը պսակի և ջահի վրայի հարթակները հետ միասին կշռում է 47 տոննա։ Այսօր հոկտեմբերի 28-ն է և այսօր է ծնվել նաև ամերիկացի բիզնես մասնագետ, համակարգչային ծրագրավորող և բարերար Բիլ Գեյթսը։ Գեյթսը Microsoft-ի աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս նախագահը, ով հիմնել է նաև Փոլ Ալենի հետ մեկտեղ։ Forbes-ը ամսագիրը Գեյթսին համարել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամենահարուստը 1995-ից 2009 թվականներին, բացառությամբ 2008 թվականը, նա այդ ժամանակ երրորդն էր ցանկում։ 2011 թվականին նա ամենահարուստ ամերիկացիներ, իսկ ամբողջ աշխարհում երկրորդ հարուստ անհատը։ Ըստ Բլումբերգի միլիարդատերների ցանկի Գեյթսը 2013 թվականին նորից դառնում է աշխարհի ամենահարուստ մարդը։ 2014 թվականի ապրիլի տվյալներով նա ամենահարուստն է համարվում աշխարհում։ Microsoft-ում աշխատելու տարիներին Բիլ Գեյթսը զբաղեցրել է գործադիր տնօրեն և գլխավոր ծրագրավորողի պաշտոնը և համարվում է ամենամեծ բաժնետերը 6,4% ընդհանուր բաժնետոմսերի։ Նա նաև մի քանի գրքերի հեղինակ և համահեղինակ է։ Սիրելիներս, այսօր է ծնվել նաև ամերիկյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։ Կինոյում դերասանուհու առաջին հաջողությունը դարձել է դերը պողպատե Մանգոլյաններ ֆիլմում, որի համար նա արժանանում է ոսկե գլոբուս մրցանակի և ներկայացվում է Օսկարի։ Ռոբերտսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկն է։ Նրա մասնակցության ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում բերել են $2 միլիարդ ավելի եկամուտ։ Նրա կյանքի և կարիերայի մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ, հիմա առաջարկում եմ դիտենք այն։ Մենք շարունակում ենք թողարկումը, հարգելի հեռուստադիտողներ, և նշեմ, որ հոկտեմբերը ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունը, կանանց պարբերաբար անցնել կանխարգելի ձնություններ և հիշեցնել, որ վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում։ Այդ թեման այսօր ավելի քան կարևոր է և այդ առիթով այսօր մենք հյուրընկալել ենք մեր տաղավարում ուռուցքաբան Լիաննա Ասլանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ ինձ հյուրընկալելու համար, քանի որ կրծքագեղձի ամիսը համարվում է այսպես կոչված վարդագույն ամիսը, որ ընդունվել է Առողջապահության համազգային կազմակերպության կողմից, որի դեպքում իրազեկվում է կանանց մոտ, որպեսզի վաղ ախտորոշվեն, գնան հետազոտության, չվախենան հետազոտություններից և հնարավոր ախտորոշումից, որը կարող է լինել շատ կարևոր հետագա կյանքերի փրկելու համար։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչն է հանդիսանում դրա առաջացման պատճառ։
Եթե փորձենք մի փոքր հեռվից, կամ տվյալ հարցի պատասխանը յուրաքանչյուր կենդանի բջիջ ունի որոշակի զարգացման, աճի, կիսման եւ բնական ծերացման եւ մահացության որոշակի կոդ։ Տվյալ դեպքում քաղցկեղի մոտ խանգարվում է տվյալ ընթացքը, այսինքն տվյալ բջիջը, որը ունի իր ժամանակին կենսաբանական մահը, այլևս չի կատարվում։ Դրանք կարող են նպաստել որոշակի գործոններ։ Այդ ամբողջ ընթացքը վերահսկվում է իմուն համակարգի կողմից։ Որոշակի փոփոխություններ օրգանիզմում, դա կարող է կախված լինել էկոլոգիական փոփոխությունները, էնդոկրին փոփոխությունները, հորմոնալ այսպես կոչված, ինչպես նաև ժառանգական ֆակտորները, որոնք բերում են տվյալ մեխանիզմի խանգարմանը եւ ձևավորում են որոշակի արդեն անորմալ բջիջների խումբ, որոնք դուրս են մնում իմուն համակարգի վերահսկողությունից, ինչը եւ կարող է բերել ուռուցքային process-ի առաջացման։ Ասեմ ձեզ, որ ուռուցքային process-ը միանգամից չի առաջանում։ Ուռուցքային process-ը անցնում է որոշակի նախաուռուցքային փուլեր եւ հետազոտության կարեւորությունը կայանում է նրանում, որպեսզի հայտնաբերել վաղ շրջանում նախաուռուցքային փոփոխությունները վնասազերծվի տվյալ օջախը, ինչը որ կանխում է հնարավոր լուրջ հիվանդության զարգացումը։ Իսկ առաջացման պատճառ մենք կարող ենք նաև համարել ոչ միայն ժառանգական գործոնները եւ նաև շրջապատող ազդեցությունը, օրինակ վնասակար սովորությունները, ծխելը, ալկոհոլի չարաշահումը կարող են հանդիսանել դրա պատճառ։ Միանշանակ ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական թույլ ակտիվությունը, ինչպես նաև քաշի ավելացումը, ճարպակալումը, այդ բոլորը նպաստող ֆակտորներ են, որոնք կարող են նպաստել տվյալ հիվանդության զարգացումը կյանքի ընթացքում։ Նշեցիք Լիաննա ջան, որ ուռուցքը միանգամից չի զարգանում, այլ նախաուռուցքային փուլեր է ունենում։ Այ կինը ինչպես հասկանա եւ հիմնական ախտանիշները, որ կարող են հուշել, որ զարգանում է իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ, որ ախտանիշներն են։ Հիմնականում նախնական փուլերում ոչ մի ախտանիշ չի ունենում կինը, այսինքն այդ process-ը ամբողջությամբ աննկատ է եւ հաշվում են այսպես, որ մինչեւ կրծքագեղձի հիմնական օջախի ձևավորումը դեռևս 2 տարի առաջ արդեն հետազոտության ընթացքում կա որոշակի փոփոխություններ, որոնք հայտնաբերվում են միայն ռենտգեն քննությամբ, այսպես կոչված մամոգրաֆի քննության ընթացքում։ Ուստի տվյալը շատ կարևոր է, որ 40 տարեկանից բարձր կանայք յուրաքանչյուր տարի անցնել թվային մամոգրաֆիա, որի արդյունավետությունը 1 մմ-ից բարձր ցանկացած փոփոխությունները արդեն երևում են։ Հատկապես այսպես կոչված միկրոկալցիֆիկատները, որոնք կարող են լինել նախաուռուցքային, նախաքաղցկեղային նշաններ։ Իսկ ինքնազննման շնորհիվ հնարավոր է ինչ-որ բան հայտնաբերել, օրինակ լինում են, որ շոշափում են եւ ասում են, որ գոյացության պես ինչ-որ բան են զգում, դա կարող է նաեւ հուշել կրծքագեղձի հետագա զարգացման մասին։ Այո, իհարկե օրգանիզմը ցանկացած փոփոխությունների դեպքում ուղարկում է ազդակներ, որպեսզի կինը կամ ցանկացած մարդ ուշադրություն դարձնի, որ տվյալ օրգանում կա ինչ-որ փոփոխություն, եւ հիմնականում այդ փոփոխությունները, որոնք որ հայտնաբերվում են, մեծամասամբ լինում են բարորակ բնույթի փոփոխությունները, որոնք նույնպես կարեւոր են վաղ հայտնաբերել, վնասազերծել, բուժել, որպեսզի հետագայում դրանք չձևափոխվեն հիմնական ուռուցքային process-ի։ Նշեցիք, որ 40-ից հետո կանայք ցանկալի է, որ տարին մեկ այցելեն մամոգրաֆիկ հետազոտություններ, այսինքն կարող ենք ասել, որ ռիսկի խմբում հիմնականում 40-ից բարձր տարիքի կանայք են, թե ավելի կարող ենք ասել, որ երիտասարդացել է խնդիրը նաև։ Հա, ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է 1 միլիոն կրծքագեղձի քաղցկեղի հիվանդացություն, որոնց մոտ 35%-ը բաժին են գնում երիտասարդ տարիքին։ Ուստի եւ մինչեւ 40 տարեկան խորհուրդ է տրվում անցնել ուլտրաձայնային հետազոտություն, որը տվյալ տարիքում շատ ինֆորմատիվ է համարվում, քանի որ գեղձային հյուսվածքը խիտ է եւ ուլտրաձայնային ալիքները բավականին բարձր ինֆորմացիա են տալիս։ Այդքան հեշտ մեթոդով մենք ունենում ենք զգալի կայուն պատասխան։ 40-ից հետո, երբ որ գեղձային հյուսվածքը փոխարինվում է արդեն ճարպային եւ այլ հյուսվածքի, տվյալ դեպքում արդեն կարևոր է մամոգրաֆիկ քննություն եւ ուլտրաձայնային քննություն միասին, միաժամանակ անել։
բայց իհարկե այդ թիվը բացարձակ չի, հաշվի ենք առնում նաև ընտանեկան անամնեզը, անպայման ժառանգականությունը եւ ուղեկցող հիվանդությունները, որոնք շատ կարևոր են կրծքագեղձի առողջության համար։ Այ որ ուղեկցող հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ է ավելի ռիսկային, որ նրանց մոտ կլինի կրծքագեղձի քաղցկեղ։ Հիմնականում դա կախված է էնդոկրին եւ հորմոնալ փոփոխությունները, մասնավորապես վահանաձև գեղձի հիվանդությունները, ձվարանների հետ կապված հիվանդությունները եւ լյարդի հետ կապված բոլոր տեսակի հիվանդությունները։ Տվյալ մարդիկ պետք է լինեն ավելի ուշադիր եւ ավելի զգոն։ Եվ իհարկե նշեցի ընտանեկան անամնեզը, քանի որ ներկայումս արդեն հայտնաբերված է կրծքագեղձի, ինչպես նաեւ ձվարանի ուռուցքի պատասխանատու գեները, որոնք համարվում են BRCA1 եւ 2 գեները, եւ եթե այդ գեները օրգանիզմում կան, առկա են, այսինքն այդ գենի ամպլիֆիկացիան կա, դա նշանակում է, որ մոտ 80% դեպքերում տարիքի հետ կապված կլինի տվյալ հիվանդությունը։ Մենք շատ հաճախ նաև շատ լսում ենք, որ կանայք հիմնականում խուսափում են նման հետազոտություններից, մամոգրաֆի կամ ուլտրաձայնային, մտածելով, որ ամեն դեպքում դա նաև ճառագայթ է եւ կարող է վնաս հասցնել օրգանիզմին։ Դա իրականում ունի ճիշտ նշանակություն, թե միֆ է, թե կան նաև ճիշտ իմաստ։ Դա իհարկե միֆ է ամբողջությամբ, որովհետև ուլտրաձայնային հետազոտությունը բացարձական վնաս մեթոդ է, իսկ մամոգրաֆի քննությունը դա փոքր քանակի ռենտգեն հետազոտությունը, որը եթե մենք համեմատենք, նման է ինչպես 2 ժամ արևի տակ ման գալու հետ։ Չկա ոչ մի այո ճշմարիտ։ Չկա, դա ընդհանուր միֆերից մեկն է։ Երբ որ կատարվեց հետազոտություն, հայտնաբերվեց քաղցկեղը, ինչ փուլերով է անցնում բուժումը, դեղորայքիային, քիմիոթերապիա, թե արդեն վիրահատություն է պետք։ Քաղցկեղը ունի իր առումով 4 փուլ հիմնական։ Առաջի փուլի դեպքում բուժման արդյունավետությունը հասնում է մոտ 100%-ի, ինչը չենք կարող ասել արդեն 4-րդ կամ 3-րդ փուլի ժամանակ, որի դեպքում բուժումը պետք է լինի արդեն ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ առանձնացնեմ եւս մեկ փուլ, այսպես կոչված զրոյական փուլը, որի դեպքում մենք ունենք ուռուցքային պրոցես, այսինքն ախտորոշում ունենք կրծքագեղձի չարորակ հիվանդություն, սակայն զրոյական փուլը նշանակում է, որ տվյալ հիվանդությունը դեռևս ձեռք չի բերել տարածվելու, ընդունակություն, որովհետև հիվանդը մահանում է ոչ թե կրծքագեղձի չարորակ ուռուցքից, այլ հնարավոր բարդություններից, այսպես կոչված մետաստազներից, որը տալիս է չարորակ ուռուցքը։ Այսինքն, եթե գնում է քայլը արդեն վիրահատության, դեղորայքայինը կարիք չի լինում եւ արդյունավետ չի լինում։ Վիրահատության ժամանակ ինչպես է իրականանում վիրահատությունը, ամբողջովին կրծքագեղձը հեռացվում է, թե այլ վիրահատություն է իրականացվում։ Ասեմ ձեզ, որ ներկայումս կրծքագեղձի չարորակ ուռուցքի բուժման պլանը, ինչ մոտեցումով, այսինքն մենք ունեցանք արդեն ախտորոշում, մենք ունեցանք իմունոհիստոքիմիական քննությամբ տվյալ ուռուցքի բիոլոգիական ենթատեսակը, որովհետև կրծքագեղձի չարորակ ուռուցքը դա հավաքական հիվանդությունների հասկացողություն է եւ ցանկացած ուռուցքի բիոլոգիական տեսակից ելնելով կազմում է արդեն բուժման պլանը, որի մեջ ներառված են հատուկ մասնագետներ, այսինքն վիրաբույժ, դեղորայքային մասնագետ, քիմիոթերապևտ եւ ճառագայթային մասնագետ, ինչպես նաեւ դիագնոստ։ Եթե որոշվում է, որ բուժումը սկսվում է վիրահատական եղանակից, դա հիմնականում ոչ ագրեսիվ ուռուցքային դեպքում է լինում, այդ ժամանակ եթե հիվանդը դիմել է առաջի երկրորդ փուլերի ժամանակ, միանշանակ արվում է փոքրիկ վիրահատություն, փոքրիկ ծավալի վիրահատություն, որը որ շատ կարճատևում եւ հիվանդի համար բոլորովին դիսկոմֆորտ չի ներկայացնում։ Այսինքն կրծքագեղձով քնում է, կրծքագեղձով արթնանում, ինչը չի կարելի ասել արդեն ավելի խորը փուլերի ժամանակ, երբ որ կարիք է լինում ուռուցքը փոքրացնել, հասցնել որոշակի չափերի դեղորայքի միջոցով եւ հետագայում գնալ վիրահատության։ Վիրահատությունը իհարկե կարող է որոշակի դեպքերում լինել, այսինքն ավելի մեծ ծավալի, մասնավորապես մաստեկտոմիաները, դրա համար կարևոր է նաև օջախների քանակությունը, կրծքագեղձում ինչ տարածվածություն ունենք ցրված կալցիֆիկատներ, չունենք կալցիֆիկատներ, այդ բոլորը անդրադառնում են ծավալի վրա։
Ինչպես յուրաքանչյուր վիրահատություն, այս վիրահատությունը նույնպես ունի ռիսկեր եւ ինչ հիմնական ռիսկեր է պարունակում։ Հիվանդները վիրահատությունից հետո ընթացքը բարդ է ընթանում, հեշտ է ընթանում հետվիրահատական շրջանը եւ ինչ հիմնական ռիսկեր է պարունակում այս վիրահատությունը։ Տվյալ վիրահատությունը, եթե մենք խոսում ենք փոքր ծավալի վիրահատության մասին, ռեաբիլիտացիոն շրջանը շատ փոքր է, հիվանդը մնում է կլինիկայում 1 օր, հաջորդ օրը գնում է տուն, փոքր ծավալի դեպքում եւ 1, 2, 3 անգամ վիրակապություններ ենք ունենում, հետագայում ունենում ենք հյուսվածքաբանական մանրամասն նկարագրությունը եւ հետագայում հիվանդը անցնում է արդեն բուժման հաջորդ этаպը։ Որովհետև բացի հիմնական փուլից, հիվանդության շատ կարևոր է ուռուցքի բիոլոգիական ենթատեսակը ունենալ, ունենալով ագրեսիվության բնորոշ ֆակտորները։ Եվ գրեթե հետագայում հիվանդները ամբողջ կյանքի ընթացքում կապված են լինում ուռուցքաբանի հետ, որովհետև ինքը համարվում է քրոնիկ հիվանդություն։ Քրոնիկ հիվանդությունը պահանջում է ամենամյա եւ ամեն ամսյա հետազոտություններ, բուժումներ եւ շարունակական ընթացք։ Իսկ բուժումը, վիրահատությունը կարող ենք համարել վերջնական խնդրի լուծում, թե հնարավոր է նաեւ զարգանա հետագայում նորից հիվանդությունը գլուխ բարձրացնի։ Եթե պացիենտը անցնում է, մենք ունենք բուժման 3 եղանակներ՝ վիրահատական, դեղորայքային, ճառագայթային, դրանք հիմնական եղանակներն են։ Որպես կանոն մենք համակցում ենք, այսինքն կոմբինացված բուժում ենք անցնում, եթե 2 մեթոդներ են կիրառվում եւ կոմպլեքս բուժում, եթե 3 մեթոդ, բոլոր մեթոդները միաժամանակ կիրառվում են։ Իհարկե գրականության մեջ մենք ունենք ռեցիդիվի այսպես կոչված հիվանդության վերադարձը մոտավորապես 1% պացիենտների մոտ է։ Դա իհարկե զգալի ցածր թիվ է, սակայն մեկ բան պետք է նշեմ, եթե հիվանդը լիարժեք բուժում է ստանում։ Եթե տվյալ մեթոդներից մեկը չի արվում ինչ-ինչ պատճառով, դա համարվում է արդեն թերի բուժում, որը կարող է լինել պատճառ հետագայում հիվանդության վերադարձը։ Նշեցիք, որ վիրահատությունից հետո պացիենտը անցնում է բուժման մյուս փուլերին, դա ինչ է իրենից ներկայացնում, ինչ փուլեր են, ամբողջ կյանքի ընթացքում պետք է դեղորայք օգտագործի, ինչ փուլեր է անցնում պացիենտը վիրահատությունից հետո։ Վիրահատությունից հետո կախված է նաև ուռուցքի տեսակետից։ Եթե մենք հաստատել ենք, որ գործ ունենք չարագ ուռուցքի հետ եւ օրգան պահպանող վիրահատություն ենք արել, ապա հիվանդը հետագայում պացիենտը պետք է ստանա ճառագայթային բուժում կանխելու հետագա տեղային կրկնողությունը։ Իսկ հնարավոր տարածվածությունը կանխելու համար պացիենտը պետք է ստանա դեղորայքային բուժում։ Եթե դեղորայքային բուժումը խոսենք օրինակ հորմոն կախյալ ուռուցքների դեպքում, դա հակահորմոնալ բուժումներ են, հակաէստրոգենային բուժումներ են, որոնք որ մենք ուղեկցվում ենք մեր հիմնական ուղեցույցներով։ 5 տարի են պլանավորվում հակահորմոնալ բուժումը, սակայն մեր հիվանդների կյանքի տևողությունը երկարանում է, ուստի եւ բուժումն ենք երկարացնում, ավելանում է 2 տարի մինչեւ 10 տարի։ Այսինքն, եթե առաջ բուժումը պլանավորում էինք 5 տարի կտրվածքով, ներկայումս 10 տարի։ Իսկ ինչ եք նկատում այս հիվանդությունը միայն կանացի հիվանդություն է, թե նաեւ կարող է հանդիպել տղամարդկանց մոտ։ Տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի չարագ ուռուցքով, քաղցկեղով։ Հանդիպում է հազվադեպ, ոչ հաճախակի եւ ընդհանուր հիվանդացության մեջ մոտ 3% են գրավում։ Հաշվի առնելով տղամարդկանց գեղձային հյուսվածքի փոքր քանակը, ավելի վաղ է հայտնաբերվում պացիենտի կողմից փոփոխությունը, դա կարող է լինել պնդության զգացողությունը։ Հետազոտության մեթոդները, որոնք կիրառում ենք տղամարդկանց մոտ, մամոգրաֆիան տեխնիկապես մի քիչ դժվար է ընթանում, քանի որ գեղձային հյուսվածքը փոքր է։ Ուղղակի անում ենք հիմնականում ուլտրաձայնային հետազոտություն, մագնիտոռեզոնանսային հետազոտություն եւ կոմպյուտերային տոմոգրաֆիա, իհարկե բիոպսիա, հաստատվում է այնպես ուռուցքի տեսակը, փուլավորում է գնում եւ բուժումը նույնն է, ինչ որ կանանց մոտ։ Իսկ Հայաստանում վերջին տվյալներով ինչ եք նկատում, այս հիվանդությունը աճ է գրանցել, թե ավելի անկում է, պակասել է ռիսկերը։
Հայաստանում գրանցված հիվանդների քանակը համապատասխանում է ամբողջ աշխարհում գրանցված ժամանակակից զարգացող երկրների հիվանդացության հետ։ Շատ կարևոր է նաև իրազեկումը։ Ներկայումս կանայք բավականին իրազեկված են եւ բավական հաճախ են հետազոտվում, ինչպես նաև կա մենք ունենք արդեն սկրինինգային ծրագիր, որը որ շատ լավ ընթանում է, դիմում են, հայտնաբերվում է վաղ շրջանում։ Եթե առաջ մենք հիմնականում առնչվում էինք ավելի շատ, ավելի մեծամասն դեպքերում, երրորդ եւ չորրորդ փուլի հիվանդությունների դեպքում, հիմա արդեն ավելի վաղ են իսկապես հայտնաբերվում, դիմում, հայտնաբերվում, վիրահատվում եւ կանխարգելում հնարավոր բարդությունները։ Էլիանա ջան, ինչ խորհուրդ կտաք մեզ դիտողներին, հեռուստադիտողներին, կանանց, տղամարդկանց, եթե չկա խնդիրը, հետագա խնդիրներից խուսափելու համար, որքան ժամանակ առժամանակ է պետք այցելել ռուցկաբանին, անցնել հետազոտություններ, որպեսզի կանխարգելել արդեն հետագա խնդիրները։ Միջև 30 տարեկան, միջև 40 տարեկան, հատկապես եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, մասնավորապես մորաքրոջ, հորաքրոջ, տատիկների մոտ, կրծքագիծի կամ ձվարանների չարորակ հիվանդություն, դիմել անպայման տարին մեկ անգամ։ Եթե հետազոտությունների արդյունքում 40 տարեկանից բարձր կրծքագիծում որևէ փոփոխություն չի դիտվում, կարելի է արդեն հետազոտել 2 տարին մեկ անգամ։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ուռուցքաբան Լիաննա Ասլանյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք հաղորդումը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում եւ նշեմ, որ հոկտեմբերի 28-ին ողջ աշխարհում նշվում է նաեւ անիմացիայի միջազգային օրը, որը 2004 թվականին սահմանել է անիմացիոն կինոյի միջազգային ընկերությունը։ Տոնը նշում են մի քանի օր շարունակ։ Այդ օրերի ընթացքում տարբեր քաղաքներում անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվում։ 1892 թվականի հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար նկարիչ Էմիլ Ռեյնոն, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում Գրևեն թանգարանում հանդիսատեսին հրավիրեց դիտելու օպտիկական թատրոն։ Իր սարքի պրակցիոնսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ։ Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրում։ Իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ խոսենք օգտակար խորհուրդների մասին եւ այսօր հերթը ոսպինն է։ Ոսպը դիետիկ մթերք է հարուստ վիտամիններով եւ միկրոտարերով։ Պարունակում է Է, B, PP, կարոտին, ինչպես նաև ֆոսֆոր, կալցիում, կալիում, պղինձ, բոր, նիկել, յոդ, ցինկ, մանգան եւ օմեգա 3 եւ օմեգա 6 վիտամիններ։ Ոսպը նաև դյուրամար սպիտակուցի աղբյուր է, նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, մեղմում սովի զգացումը։ Ոսպը հարուստ է մագնեզիումով, որը կենսական է սրտի, նյարդային համակարգի աշխատանքի համար։ Ոսպը շատ օգտակար է հղիության ընթացքում, քանի որ ֆոլիկաթթվի պարունակության շնորհիվ նպաստում է պտղի զարգացմանը։ Սպիտակուցի բարձր պարունակության շնորհիվ ոսպը օգտակար է մկանների ձևավորման եւ ամրացման համար։ Բուսական սպիտակուցն օրգանիզմին հաղորդում է էներգիա, դրական տրամադրություն, օգնում հաղթահարել նյարդային խնդիրները։ Կարմիր ոսպը բարելավում է իմունային համակարգը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, ունի հակաօքսիդանտ հատկություն, չեզոքացնում է ազատ ռադիկալներին եւ նվազեցնում է շաքարի մակարդակը։ Օգտակար է փորկապության, դիարեայի դեպքում ամրացնում է անոթները։ Կարմիր ոսպը կարող է խնդիրներ առաջացնել անհատական անտանելիության եւ ստամոքսի խոցի հոդատապի դեպքում։ Այդ դեպքում խորհուրդ է տրվում քիչ քանակությամբ օգտագործել։ Չարաշահման դեպքում կարող է առաջացնել հաստաղիքի բորբոքում, սրացումներ ստամոքսի խոցի դեպքում եւ մարսողության խանգարում։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ խոսենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում։ Այն համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։ Սուրբ Հռիփսիմեն հիմնադրվել է 618 թվականին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից 4-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե նահատակի դամբարանի տեղում։ 1776 թվականին նրա շուրջ կառուցվել են աղյուսաշեն պարիսպ։ 1880
թվականին եկեղեցու գավիթի վրա կառուցվել են զանգակատունը, իսկ հետագայում 1894 թվականին սրբատաշ քարերից կառուցվել է արևելյան եւ հարավային պարիսպները եւ մի շարք այլ օժանդակ կառույցներ։ Այն համարվում է եզակի հայկական ոճի կառույց, իսկ եկեղեցու մասին ավելի մանրամասն կիմանանք, եթե դիտենք պատրաստված տեսանյութը։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 618 թվականին, բայց նրա պատմությունը սկիզբ է առնում առաջին դարում։ Հռիփսիմեն երիտասարդ գեղեցիկ ու բարեպաշտ կույս էր, ով Հռոմից փախչում է Դիոկլետիանոս կայսրից մերժելով նրա առաջարկը ամուսնանալու։ Հռիփսիմեն եւ մյուս 32 կույսերը ապաստան են գտնում վաղ շաբաթում, բայց դժբախտաբար Հռիփսիմե եկեղեցկությունը գերում է նաեւ Տրտատ թագավորին։ Երբ նրան նույնպես մերժում է, Տրտատը բարկանում է ու Հռիփսիմեին եւ մյուս 32 կույսերին նահատակում։ Մի քանի տարի անց, երբ Տրտատը դարձի է գալիս քրիստոնեությանը շնորհիվ Գրիգոր Լուսավորչի, հենց Հռիփսիմեի նահատակության վայրում կառուցում է այս եկեղեցին որպես հավատի եւ նվիրվածության վկա։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում է հայ եկեղեցական ճարտարապետության նշանավոր նմուշներից մեկը։ Նրա կառուցվածքը քառախորան կենտրոնագմբեթ է, բացակայում է ավելորդ շքեղությունը, բայց ամեն քարի մեջ մի ներքին վեհություն կա։ Սուրբ Հռիփսիմեն ոչ միայն ճարտարապետական հուշարձան է, այլև հայ կին սրբի անձնական հերոսության խորհրդանիշ։ Եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու կարևոր ուխտավայրերից մեկն է։ Ամեն տարի այստեղ մեծ բազմություն է հավաքվում նշելու Սուրբ Հռիփսիմե տոնը։ Արժի հիշել, որ հենց այս եկեղեցում են բազմաթիվ նշանավոր պահեր տեղի ունեցել՝ մկրտություններ, ամուսնություններ եւ հոգեվոր կոչումներ։ Եթե մի օր լինեք վաղաշաբաթում Էջմիածնի մայր տաճարի մոտ, մի մոռացեք քայլել մի փոքր հյուսիս-արևելք։ Այնտեղ կա մի եկեղեցի ամուր, հպարտ, բայց խոնարհ։ Նրա ներսում լռությունն է խոսում, նրա պատերի մեջ կանանց խիզախության ձայնն է, նրա գմբերի տակ Աստծո լույսն է։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հիշեցնում է մեզ հավատքը կարող է լինել կարճատև կյանքի գնով, բայց հավերժության հաղթանակով։ Հարգելիներս, հաղորդման վերջում նշեմ, որ Պաբլո Պիկասոյի գլուխգործոցը նրա վաղեմի Մուսայի եւ Սիրեցյալի Դորա Մարի վառ դիմանկարը վաճառվել է ապշեցուցիչ 37 միլիոն դոլարով, գերազանցելով բոլոր փորձագետների գնահատականները։ Նախկինում աշխատանքը տեսնվել էր միայն սև ու սպիտակ գույներով, եւ քչերը կարող էին պատկերացնել, թե որքան վառ կլինեն նրա գույները։ Սա մի նկար է, որը ինքնին խոսում է Լի Պիկասոյի արտահայտչականությամբ եւ հանճարեղությամբ, ասել է նկարչի մասնագետը։ Չնայած դիմանկարը վաճառվել է սպասումներից բարձր, այն դեռևս Պիկասոյի համար ռեկորդային գին չէ։ 2023 թվականին ժամացույցով կինը, որը պատկերում է մեկ այլ մուսային, Մարի Թերեզ Վալտերին, վաճառվել է 139.4 միլիոն դոլարով, մինչդեռ բոլոր ժամանակների ռեկորդը սահմանվել է Ալժիրի կյանք կտավի տարբերակով, որը 2015 թվականին վաճառվել է 179.4 միլիոն դոլարով։ Սիրելիներս, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, ձեզ մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն, իսկ մենք կհանդիպենք արդեն վաղը։